Հայտնի մարդիկ, որոնք ենթարկվել են առեղծվածային դժբախտ պատահարների, առեղծվածային ձևով մահացել կամ անհետացել են, կամ ինքնասպանություն են գործել, որոնք այդպես էլ մնացին չբացահայտված։ Այսուհետև կներկայացվեն 5 հայտնի մարդկանց առեղծվածային մահեր, որոնք մինչ օրս մնացել են առեղծված և չբացահայտված։ Բրյուս Լի ծնվել է 1940 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մահացել է 1973 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր, սցենարիստ և Ջիտ Քունդո մարզաձևի հիմնադիր։ Բրյուս Լին նույնպես համարվում է 21-րդ դարի առեղծվածներից մեկը, քանի որ նրա մահը նույնպես մնաց դարի առեղծվածներից մեկը։ Նա շատ անգամներ չհանգստանալով մահացվել է, և նրա երկրպագուներից շատերը հակված են այն մտքին, որ նրա մարմնի չհանգստանալու հետևանքն էլ կարող է լինել նրա մահվան պատճառը։ Սակայն այս վարկածին դեմ են լեգենդի մարտարվեստի այլ երկրպագուներ, որոնք վստահ են, որ դերասանին սպանեցին, որովհետև նա վեր հանեց արևելյան մարտարվեստների շատ գաղտնիքներ։ Բրյուս Լին ողբերգական ձևով մահացել է ընդամենը 32 տարեկան հասակում, մահվան խաղ մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ, որի ռեժիսորը նաև Բրյուսն էր։ Նա նաև իր ֆիլմերի մարտական տեսարանների բեմադրիչն էր։ Մինչև այժմ նրա մահվան իսկական պատճառը անհայտ է։ Նրա մահվան պատճառների վարկածները տարբեր են։ Տեղահաբերի չարաշահում, մահացել է սիրուհու հետ անկողնում և նրա մահվան մեղավորներից մեկը նաև նրա սիրուհին է։ Նրան սպանել է քունգ-ֆուի մեկ ուրիշ մեծ վարպետ։ Նրան սպանել են տրիադա մաֆիայի անդամները, իրենց հետ ունեցած վեճերի հետևանքով, որոնց շատ անգամները Բրյուսը գետին տապալել։ Թունավորումից, չինական անհայտ թունատեսակով։ Նա իր ֆիլմի համար պարտքով փող է վերցրել տրիադայի ղեկավարից, իր ֆիլմերից մեկը նկարահանելու համար, սակայն ուշացրել է փողի վերադարձը և զայրացրել տրիադայի խմբի անդամներին և նրանց ղեկավարին։ Դրանից հետո նրանք սկսել են ամեն տեղ հետապնդել Լիին։ Վարկած կա, որ ըստ չինական տրիադայի օրենքների համաձայն նրանք սպանել են նաև նրա որդուն Բրենդոնին։ Բրյուսն ամուսնացած է եղել Լինդա Լի Կեդուելի հետ։ Նրանից ունի 2 զավակ, մեկ տղա Բրենդոն Լին, որը նույնպես առեղծվածային հանգամանքներում սպանվեց 28 տարեկանում, և աղջիկը Շեննոն Լին, որը նույնպես մարտարվեստների վարպետ է և փայլել է շատ ֆիլմերում։ Այժմ նրա աղջիկը Շեննոնը ողջ է և շատ գրքեր է գրել Բրյուս Լիի մասին։ Բրյուս Լիի հուղարկավորությունը վերածվեց սկզբում հոնկոնգյան, ապա ամբողջ ասիական ստգի օրերին։ Նրա ընկերներից և հազարավոր երկրպագուներ եկել էին հրաժեշտ տալու մեծ վարպետին։ Հետո նրա մարմինը տեղափոխվեց Սիեթլ, որտեղ և հանձնվեց հողին։ Մինչև այժմ նրա գերեզմանին այցի են գնում արևելյան մարտարվեստի սիրահարներ ու նրա դերասանական խաղի երկրպագուներ։ Մահվան խաղ մարտաֆիլմը նրա մահից 5 տարի անց միայն ավարտին հասցվեց նրա կրկնորդ դերասանների միջոցով։ Այդ ֆիլմում նրա հերոսը մահանում է, և նրա ուղարկավորության տեսարանների ժամանակ հետագայում օգտագործվել են նաև փաստագրական կադրեր նրա իրական հուղարկավորությունից։ Բրյուս Լիի բրոնզե արձանը տեղադրված է Հոնկոնգում։ Հետաքրքիր փաստեր Բրյուս Լիի մասին։ Ազատ դիրքից նրա ձեռքի արվածի արագությունը 1-ից 500-ական վայրկյան էր, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հասցնում նկարահանվել վայրկյանում 24 կադր տեխնոլոգիայով։ Այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադր վայրկյանանոց տեխնոլոգիայով։ Նա կարողանում էր 32 կիլոգրամանոց ծանրաքարը պահել առաջ պարզած մի քանի վայրկյան։ Բրյուս Լին կարողանում էր կանգնել ոտքերը մկրատ դիրքով պահած ձեռքերի վրա հենված վիճակում 30 րոպե։ Նա կարողանում էր օդ նետել բրոնզի մի քանի հատիկ և բռնել դրանք օդի մեջ կերակրի փայտիկներով։ Մատների օգնությամբ նա կարողանում էր ծակել ապակյա բանկայի կափարիչը, որն ի դեպ այդ ժամանակներում պատրաստվում էր ավելի հաստ թիթեղից։
Բրյուսլին կարողանում էր գետնից հրում վարժությունը կատարել հենվելով մի ձեռքի մատներով, նաև կարողանում էր հրվել գետնից օգտագործելով միայն բութ մատը և ցուցամատը։ Բրյուսլին զբաղվել է նաև ձյուդոյով, ջիու-ջիցույով և բռնցքամարտով։ Նա քունգ-ֆուում ստեղծել է իր ոճը՝ ջիտ քունդո։ Բրենդոն Լի ծնվել է 1965 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մահացել է 1993 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ամերիկացի դերասան և մասնարվեստների վարպետ, հայտնի դերասան և մարտիկ Բրյուս Լիի որդին, որ նման մահացել է վաղ հասակում, 28 տարեկանում, «Ագրավը» ֆանտաստիկ մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ։ Տեսարաններից մեկի ժամանակ դերասան Մայքլ Մասսիի մարմնավորած չարագործ հերոսը պետք է նրա հերոսի վրա կրակեր զենքից։ Նկարահանումների ժամանակ դերասանի և նկարահանող խմբի ուշադրությունից զուրկ է մնում ատրճանակում մնացած իրական փամփուշտը, որը առեղծվածային ձևով հայտնվել էր ատրճանակում և կրակելուց հետո Բրենդոն Լին վիրավորվում է։ Նա շատ արյուն է կորցնում և 12 ժամ անց մահանում է Հյուսիսային Կարոլինայի հիվանդանոցներից մեկում։ Դերասան Մայքլ Մասսին մահացավ 2016 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 64 տարեկանում ստամոքսի քաղցկեղից։ Վարկած կա, որ այս դեպքը նույնպես տրիադա մաֆիայի անդամների հետ է կապված, քանի որ նրանց հետ են կապում նաև Բրյուս Լիի առեղծվածային մահը։ Բրենդոն Լիին թաղեցին իր լեգենդար հոր Բրյուս Լիի կողքին։ Մերիլին Մոնրո, իրական անունը Նորմա Ջին Մորտենսեն, ծնվել է 1926 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մահացել է 1962 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ամերիկացի կինոդերասանուհի, մոդել և երգչուհի։ Ծնվելով և հասակ առնելով Լոս Անջելեսում, Մոնրոն իր մանկության մեծ մասն անցկացրել է որդեգիր ընտանիքներում և մանկատներում, իսկ 16 տարեկանում ամուսնացել է։ Մերիլին Մոնրոյի խնդիրներով լի անձնական կյանքն արժանացել է մեծ ուշադրության։ Նա պայքարել է հոգեմետ նյութերի չարաշահման, դեպրեսիա և տագնապի դեմ։ Նախկին բեյսբոլիստ Ջո Դի-Մաչիոյի և դրամատուրգ Արթուր Միլլերի հետ նրա համապատասխանաբար երկրորդ և երրորդ ամուսնությունները մեծ արձագանք են ստացել հանրության շրջանում, և երկուսն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ։ 1962 թվականի օգոստոսի 5-ին Մերիլին Մոնրոն մահացել է 36 տարեկան հասակում, ըստ նախնական հետաքննության բարբիտուրատների չարաշահումից Լոս Անջելեսի իր տանը։ Չնայած Մոնրոյի մահը համարվել է հավանական ինքնասպանություն, նրա մահվանից հետո առաջարկվել են մի շարք դավադրության տեսություններ։ Իր կյանքի վերջին ամիսներին Մերիլին Մոնրոն ապրել է Լոս Անջելեսի մոտ, Բրենթվուդում, 12305 Fifth Helena Drive հասցեում։ Նրա տանտիրուհին Յունիս Մյուրեյը մնացել է տանը։ 1962 թվականի օգոստոսի 4-ի շաբաթ օրվա երեկոյան Մյուրեյն արթնացել է օգոստոսի 5-ի գիշերվա ժամը 3-ին և զգացել, որ ինչ-որ բան այնպես չէ։ Չնայած նա տեսել է, որ Մոնրոյի ննջասենյակի դռան տակից լույս է երևում, նա պատասխան չի ստացել, իսկ դուռը կողպած է եղել։ Մյուրեյը զանգահարել է Մոնրոյի հոգեբույժին Ռալֆ Գրինստոնին, որը կարճ ժամանակ անց եկել և լուսամուտով մտել է ննջասենյակ, Մոնրոյին գտնելով մահացած իր անկողնում։ Մյուրեյը դերասանուհու մահվան մասին հայտնել է նրա բժշկին Հայման Էնգելբերգին, որը հասել է նրանց տուն մոտ 3:50։ Ժամը 4:25 առավոտյան նրանք հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանությանը Մերիլին Մոնրոյի մահվան մասին։ Մոնրոն մահացել է օգոստոսի 4-ի երեկոյան, ժամը 8:30 և 10:30 միջև ընկած ժամանակահատվածում, և թունագիտական անալիզի արդյունքում պարզվել է, որ նրա մահվան պատճառը եղել է բարբիտուրատներով գերդոզավորումը։ Նրա անյան մեջ հայտնաբերվել է 8 միլիգրամ 100 մլ լուծույթում քլորալ հիդրատ և 4,5 միլիգրամ պլենտոբարբիտալ նեմ բութալ
և 13 միլիգրամ պենտոբարբիտալ յարդում։ Դեղի տատակ սրվակները գտնվել են նրա մահճակալի մոտ։ Հնարավորությունը, թե մորոնոյի գերդոզավորումը կարող է լինել պատահական, բացառվել է, քանի որ նրա մարմնում հայտնաբերված դեղի քանակը մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի չափաբաժինը։ Մորոնոյի սպանության հիմնական մեղավորին նրա երկրպագուները կապում են Քենեդի եղբայրների Ջոն և Ռոբերտ Քենեդիների հետ, քանի որ լինելով նրանց սիրուհին նա շատ գաղտնիքներ գիտեր նրանց մասին, և ԱՄՆ-ի ՀՏՊ-ի գաղտնի ծառայության միջոցով նրանք վերջ տվեցին մեծ դերասանուհու կյանքին։ Վարկածներից մեկի համաձայն նրանք ներարկիչով մահացու դեղ էին սրսկել դերասանուհու պալանոցից, քանի որ դերասանուհու դիակի պալանոցի վրա կար երկու կետ, և նրա գործը քննող քննիչի եզրակացրել էր, որ դա ներարկիչի հետք է։ Դերասանուհին ընդամենը 36 տարեկան էր։ Նույնիսկ վարկած կա, որ մաֆիան լուծեց դերասանուհու վրեժը, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաֆիաներից մեկի պարագլուխը նույնպես շատ էր սիրում դերասանուհուն և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ։ Սակայն իմանալով նրա սպանության մասին, նա միանգամից մտածում է Քենեդիների մասին և ըստ գլխավոր վարկածի հենց նա է կազմակերպել նրանց սպանությունը։ Սաբու դաստագիր։ Հնդիկ դերասան, որը ստացել է ամերիկյան քաղաքացիություն։ Ֆիլմերում նկարահանվել է Սաբու անունով։ Հայտնի է 1930-ականների և 1940-ականների ֆիլմերում նկարահանված տերերով, որոնք նկարահանվել են Մեծ Բրիտանիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ծնվել է 1924 թվականին Հնդկաստանում, մահացել է 1963 թվականին 39 տարեկանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ծառայել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում որպես կոնսոլիդացված B-24 լիբերատոր ծանր ռմբակոծիչների օդաչու։ Մարտական առաջադրանքները փայլուն կերպով կատարելու համար դերասանը ստացել է Արիության մեդալ։ 1963 թվականին Սաբուին մահացած գտան Լոս Անջելեսի իր տանը։ Նրա մահվան հիմնական վարկածը մնաց սրտի կաթվածը, սակայն այս վարկածը նույնպես շատ քննիչներ կասկածի տակ դրեցին և առաջ քաշեցին նրա սպանության վարկածը։ Դերասանն ընդամենը 39 տարեկան էր։ Աննա Նիկոլ Սմիթ։ Իսկական անունը Վիկի Լին Հոգան։ Ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի, հաղորդավարուհի, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ Playboy ամսագրի 1993 թվականի աղջիկը և 1990-ականների սեքս խորհրդանիշը։ Ծնվել է 1967 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մահացել է 2007 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 39 տարեկանում։ Ապագա աստղի ծնողները բաժանվել են նրա ծնունդից անմիջապես հետո և նրա հայրն անհետացել է ուղևորվելով անհայտ ուղղությամբ։ Աղջկա մայրը նույնիսկ փոքրիկ երեխայի համար չի կարողացել թողնել աշխատանքը, քանի որ դա աղջիկը նրան երկրորդ մայր է անվանել։ Ալդեն լինելով հասուն և ճանաչված, նա հանդիպել է կորած հոր հետ և ավելի ուշ տեղեկացրել, որ հպարտանում է նրանով։ Աննա Նիկոլ Սմիթն ամուսնացած է եղել 3 անգամ և ունեցել է 2 երեխա։ Դերասանուհու առաջին ամուսինը Բիլ Սմիթը խոհարար է եղել։ Նրանք ամուսնացած են եղել 1975-ից 1993 թվականներին։ Ապագա ամուսինները ծանոթացել են էժանագին ռեստորաններից մեկում, որտեղ Բիլին խոհարար էր աշխատում, իսկ ապագա աստղը հավես ապակում։ Նրանք ամուսնացել են 1975 թվականի ապրիլի 4-ին, իսկ 1976 թվականի հունվարի 21-ին ծնվել է Դենիել Ուեյն Սմիթը, նրանց որդին։ Նա ծանր հիվանդ էր և մահացել է 2006 թվականի սեպտեմբերի 10-ին դեղամիջոցներով պատահական գերդոզավորումից, որով բուժվում էր։ Նրա որդու ծնվելուց կարճ ժամանակ անց ամուսինները բաժանվել են, իսկ 1993 թվականի փետրվարի 3-ին պաշտոնապես բաժանվել։ Նրա երկրորդ ամուսինը Ջեյմս Սովաս Մարշալը ծնվել է 1905 թվականին։ Նա ամերիկացի գործարար մագնատ էր, համալսարանի պրոֆեսոր և փաստաբան։ Նա նաև դաշնային կառավարության անդամ էր։
եւ նա դերասանուհուն օգնել է մեծ ճանաչում ստանալ։ Ապակա ամուսինները 1990-ականների սկզբին ծանոթացել են Strip ակումբում, որտեղ դժվար ժամանակներում Աննա Նիկոլը մերկապարուհի է աշխատել։ Նրանք ամուսնացել են 1994 թվականի հունիսի 27-ին։ Իսկ նրանց հարսանիքից մեկ տարի անց 1995 թվականի օգոստոսի 4-ին 90-ամյա Մարշալը մահացել է եւ հաջորդ 11 տարիներին իր խորտ որդու Փիրս Մարշալի հետ Սմիթը զբաղվել է ամուսնու թողած ժառանգությունը կիսելով։ 2006 թվականի հունիսին Փիրսը անկասամահ է եղել ինֆարկտ հիվանդությունից։ Դերասանուհուն երրորդ ամուսինը Հովաս Սթերնը, որը ծնվել է 1968 թվականին, փաստաբան էր։ Սթերնը Սմիթի փաստաբանն էր եւ ներկայացնում էր նրան Մարշալի ժառանգության գործում։ 2006 թվականի սեպտեմբերի 7-ին Աննա Նիկոլը լույս աշխարհը բերել դստերը Դենիելին, Դենիել Հոու Բիրքհեդ Մարշալին, նախկին փեսացու Լարի Բիրքհեդից, ծնված 1973 թվականին, իսկ մոտ 3 շաբաթ անց 2006 թվականին։ 2006 թվականի սեպտեմբերի 26-ին Սմիթն ամուսնացել է Սթերնի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է ավելի քիչ, քան 5 ամիս, մինչև 2007 թվականի փետրվարին Սմիթի մահը։ Կյանքի վերջին ժամանակներում Աննա Նիկոլն ապրել է Բահամյան կղզիներում, Նասաուում։ Հենց այնտեղ է մահացել նրա որդին եւ ծնվել դուստրը։ 2007 թվականի փետրվարի սկզբին նա իր ամուսնու Հովաս Սթերնի հետ միասին գործերով ուղևորվել է Ֆլորիդա։ Ըստ տվյալների փետրվարի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում նա բուժվել է անկողնում գրիպի նման ինչ-որ հիվանդությունից։ 2007 թվականի փետրվարի 8-ին Հովասը գործերով հեռացել է, սակայն շուտով նրան հետ են կանչել տեղեկացնելով, որ Աննան ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։ Տեղ ասած շտապ օգնությունը մի քանի անգամ փորձել է ուշքի բերել կնոջը, սակայն անհաջող, նա մահացել է։ Նախնական վարկածով 39-ամյա կնոջ մահվան պատճառ է դարձել ցավասրկողների եւ հակադեպրեսանտների օգտագործումը, որոնք նա չարաշահել է կյանքի վերջին տարիներին։ Դերասանուհու դիահերձումը ցույց է տվել, որ նա տառապել է ծանր թոքաբորբից, ընդհանուր թուլության ֆոնի վրա օրգանիզմը ծննդաբերությունից, մի քանի պլաստիկ վիրահատություններից եւ մշտական դեպրեսիաներից հետո հիվանդությունն ավելի է սաստկացել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը, իսկ տեղերը, որոնք նա օգտագործել է ցավն ու դեպրեսիան եղածնելու համար, նրա վիճակի միայն վատ թարացրել են։ Նաև քննարկվել է այն տարբերակը, որ աստղի մահն արագացրել է տուբերկուլյոզը։ Դերասանուհու մահը նույնպես եղել է առեղծվածային եւ մնացել է որպես առեղծված։